Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնել են խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի առաջարկները համաձայնագրի վերջին վիճելի կետերի վերաբերյալ, թեև չի հստակեցրել, թե ինչ հարցեր են դրանք։ Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքները պարզ են։ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որտեղ դեռևս առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հնարավոր է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նման հարցով Արայդ Նյուսի թղթակիցը դիմել է երկրի քաղաքացիներին։ Խաղաղության պայմանագիր իհարկե ձեռնարկվել է։ Ինչ առումով որ։ Դե խաղաղություն թող լինի էլի, հարևաններ ենք վերջապես։ Բայց տարբեր ուժեր Հայաստանում պնդում են, որ դա օրինակ կապիտուլյացիա է։ Չգիտեմ, կապիտուլյացիա չի, ես գիտեմ, որ խաղաղություն անհրաժեշտ է մեզ։ Այս խաղաղություն անհրաժեշտ է։ Ինչ կտա մեզ շատ լավ կլինի։ Խաղաղություն, դա արդեն ինքնին ասում է, որ խաղաղություն, ուրեմն խաղաղություն կլինի։ Նրանք քոչարյանական են, կներեք, նրանք միշտ այդ պայքարել են իշխան մեր երկրի դեմ։ Իրենք որ դեմ են դրան, ուրեմն դրանք մեր իշխանությունների կողմնակիցները չեն։ Ըստ հայկական լրատվամիջոցների Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հայտարարությամբ, որ Երևանը համաձայնության է հասել Բաքվի հետ եւ պատրաստ է սկսել խորհրդակցություններ այն մասին, թե երբ եւ որտեղ պետք է ստորագրվի պայմանագիրը։ Մենք ցանկանում ենք, բայց պատրաստ ենք թե ոչ, դժվարանում եմ ասել։ Գիտեք ինչա, մեկ էսենց են, երեք այդ հարցազրույցները, որ լսում էի տելևիզորով առաջի ալիքով, չես կարողանում հավատալ, որն է ճիշտ, որն է սխալ։ Դե դրա համար ես չեմ կարող ճիշտ պատասխան տալ տղես։ Բայց առհասարակ խաղաղություն եմ ուզում, ուրիշ ոչ մի բան։ Ես խաղաղություն եմ։ Մենք ոչ մի անգամ հայ ժողովուրդը կռիվ չի ուզել, պատերազմ չի ուզել։ Ուղղակի այն երկու նախագահները մեր երկրին շատ մեծ վնասներ տվին, Հայաստանին շատ մեծ վնասներ տվին, ես դա բացարձակ եմ ասում։ ովքեր կներեք։ Սերոժը Քոչոն։ Ես դրանց անունները չեմ էլ ուզում նորմալ տալ։ Անդիմանդիր ուժեր գալաթ են անում։ Գլուխները պատին են տալի տղես։ 88-89 թվից փախել ենք եկել։ Ինչ են արել մեզ համար, մեռնեմ ջանետ։ Ոչինչ։ Իրանք գրպանի հիմար անդիմադիր չունենք մենք։ Մենք գրփողներ ունենք, ազգը սպանող ունենք։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները հոգնել են պատերազմից, անվերջ կորուստներից։ Նրանք գիտակցում են, որ պատերազմը ոչ մի լավ բանի չի բերի, եւ որ միայն Ադրբեջանի հետ խաղաղության եւ բարիդարացական հարաբերություններ հաստատելուց հետո Հայաստանը կզարգանա, մարդիկ էլ լավ կապրեն։ Այսօր այդ մարդկանց միակ ցանկությունը խաղաղությունն է։